Բարյարև իմ շատ սիրելի կարիճներ ասցենդենտի նշանով եւ արևի նշանով ինչպես հասկացաք ես առաջինը սկսում եմ ձեր նշանից որովհետեւ դուք առաջինն եք եւ հենց հաղթանակած այդպես դուք եք բացումը անում 2026 թվականի տեսնենք ինչպիսին է լինելու կարիճներ Դե բնականաբար ֆինանսական հարցեր առաջ կքաշվեն, ինչևէ ես չշտապեմ եւ ուրեմն նշեմ, որ այսօր դեկտեմբերի 20-ն է ի դեպ նորալուսին է այսօր, թող լավ սկիզբ լինի ձեզ համար սիրելի կարիճներ, որտեղ հենց նորալուսին անկավ ձեզ բաժին եւ ուրանը իմ օրացույցով, այսինքն միգուցե ինչ որ մի նոր սկիզբ փոփոխություններով լի հարուստ նոր սկիզբ կդրվի 2026 թվականում կլինի։ Դուք իհարկե 26 թվականի ընթացքում հուսով եմ չեք մոռանա, չեք զլանա եւ կգրեք, որ այո, այսպիսի մի շատ կարեւոր ուրեմն փոփոխություն եղավ իմ կյանքում, սկիզբը դրվեց, հա Հարություն աշճանով փոխվեց ձեր կյանքում ինչ որ մի բան, միգուցե դա անձնական կամ ասենք մեկն է մեկ արտերկիր կամ վերադառնում եք կամ եւ այլն։ Այսպիսի կարևոր իրադարձություններ եւ ինչ ունենք հիմա ես ուզեմ ներկայացնել հունվար ամսվա համար կանխատեսումը ձեր նշանի համար հիշեցնեմ որ առաջինը նայում ենք ասցենդենտի նշանով որտեղ բոլոր նշաններին է սա վերաբերում որ կարող է ձեր ասցենդենտի նշանը լինել կարիճը եւ իհարկե հետո լսում ենք արևի նշանով կարիճ այսքան հորոսկոպի նշանով թե ուրեմն որ նշանն է ինձ խնդրել էին որ ես հիշեցի ուղղակի այս պահին որ ես ներկայացնեմ թե որ ամիսներին է կարիճը հոկտեմբերի եկեք պայմանավորվենք 22-ի վրա հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 22-ը ես 22-ների վրա կանգառնամ որտեղ կարող է մեկը լինել 21 մյուսը լինել 23 իհարկե տարբեր են ուղղակի այդպես կասենք եւ այդ ժամանակահատվածում եթե ծնվել եք հոկտեմբերի 22-ից մինչև նոյեմբերի 22-ը ուրեմն դուք կարիճ եք, այսինքն ձեր արևը գտնում է կարիճի նշանում։ Երևի թե ես ասեմ, որտեղ մարդիկ կան, որ դա էլ չգիտեն, չեն ուղղակի չգիտեն։ Գիտեն երբ են ծնվել, բայց չգիտեն թե դա որ նշանն է, հա։ Այսպես եւս պատահում է, ինչ կա որ չնայած այստեղ հավաքվում են հիմնականում արդեն մարդիկ, ովքեր քիչ թե շատ գրագետ են այս հարցում եւ իրենց ավելի հեշտ է հասկանալ, ըմբռնել Ինչևէ, ինչ ունենք հունվար ամսին, բնականաբար լիալուսին, նորալուսին եւ իհարկե Վեներան, Մերկուրին, Մարսը, Արևը, այսպես կարող ենք շատ կոնկրետ ասել, իրանք բոլորը հավաքվում են ջրհոսի նշանում, դա ձեր 4-րդ տունն է եւ իհարկե Նեպտունը արդեն վերջնականապես փոխում է իր նշանը եւ կտեղավորվի ձեր 6-րդ տանը այդպես 6-րդ տանը կտեղավորվի դուք իր ներկայությունը զգացել եք որովհետև հեռավոր մոլորակներ իրենք մտնում են դուրս են գալիս 25 թվականին պետք է որ եթե ուշադիր հետևել եք ես ասել եմ երբ էինք մտնում խոյի նշան եւ հնարավոր է որ դուք այդ փոփոխությունները զգացել եք եւ հիմա արդեն դա ձեզ ծանոթ կլինի կամ ինչ որ սկսվել էր արդեն դա կարող է շարունակվել այնպես որ քանի որ խոսում ենք Նեպտունից, եկեք հենց այդպես էլ անենք Նեպտունը, ուրեմն հեռավոր մոլորակ ինքը դեռևս երկար կմնա ձեր 6-րդ տանը, այստեղ կարող է աշխատանքին որոշակի ուրեմն անորոշություններ կարող է դա բերել ձեր աշխատավայրում ինչ որ փոփոխելու դուրս գալու միգուցե ոմանք նաև ըստ ձեր անձնական քարտեզի ինքը ինչ ասպեկտացիաներ կունենա որ մոլորակների հետ այստեղ էներգիաները կկուտակվեն այդտեղից կարող են գալ որոշակի ուրեմն իրադարձություններ եւ իհարկե կարիճները պետք է ուշադրություն դարձնեն անպայման իրենց առողջական վիճակին, իրենց հոգեվիճակին, հա, այնպես իրենց չտանջեն աշխատանքով, որ հետո արդեն կամ աշխատավայրում ինչի հարցեր լինեն, դա իրենց հոգեվիճակի վրա անդրադառնա։ Այսպես եւս կարող է լինել, այնպես որ ուշադիր եղեք եւ ավելի շատ հաճախեք այդ ժամանակահատվածում լողավազան կամ ջրային այդպես պրոցեդուրաների մասնակցեք եւ այլն եւ այլն։ Այսպեսի ուրեմն իրադարձություններ եւ հիմա լիալուսին գիտեք հունվար ամիսը ես իհարկե որպես առաջին նշան այլ ասպեկտացիաներ եւս կմանրամասնեմ
բայց հունվար ամիսը այդքան էլ ինքը շատ իրադարձություններ չկան, ինքը միակողմանի է կարծես թե, եւ զգացողությունը, որ գիտեք հիմա տեսեք դուք պատրաստվում եք ամանորին, հա, այդպես ներքին տրամադրվածությունը, նոր զգեստ, ինչ որ տեղեր եք գնավորում, արդեն պիտի գնաք ամանոր ինչ որ մեկ այլ երկրում անցկացնելու, չէ, ոմանք ինչևէ պատրաստվում են յուրաքանչյուրը յուրովի պատրաստվում է ամանորին, նո ամանորի ծախսերը չհաշվեմ, այդպես պատրաստություն նոր զգեստ, նոր զգեստապահարան, նոր արտաքին եւ այլն, եւ գիտեք դրանից հետո երբ արդեն անցնում է եւս մի քանի օր հյուր են գնում եւ այլն վերադառնում են, գիտեք ունայնության զգացողություն է գալիս եւ դու ինչ որ նոր բան ես փնտրում, ինչ որ հնից ուզում ես ազատվել, այդ կամ պարտքեր են կուտակվում, կամ ինչ-ինչ հարաբերություններ եւ այլն, եւ դու ուզում ես այդ ամեն ինչից ազատվել եւ ինչ որ նոր բաներ ես փնտրում, նոր հարաբերություններ, նոր մոտեցումներ, նոր ճաշակ, շատ տարբեր բաներ, ամեն դեպքում փոփոխելու զգացողությունը մարդկանց մեջ այդ ժամանակահատվածում բավականին մեծանում է եւ ձեզ ասեմ, որ սիրելի կարիճներ դա կվերաբերվի ձեր ընտանիքին, ձեր բիզնեսին, ձեր ընտանիքին եւ շատերի մոտ կարող է նրանք ովքեր երեխա ունեն, երեխայի թեմային եւս կարող է վերաբերել եւ դուք այդտեղ արդեն փետրվարին, ես մի քիչ առաջ եմ գնում, փետրվարին արդեն դուք այդտեղ որոշակի հարցեր կունենաք վերանայելու։ Հայ այսպիսի բաներ կլինեն, ինչևէ, հիմա տեսեք լիալուսինն է լինելու հունվարի 3-ին, չնայած ես արդեն ընդհանուր այդպես ասել եմ, բայց հիմա ձեր նշանի համար եւս կնշեմ, ժամը Հայաստանի ժամանակով 14:02:43 արևև լուսինը կհակադրվեն խեց գետնի նշանում կգտնվի լուսինը, տեղի կունենա լիալուսինը 14 աստիճանում եւ այսպես ձեր նշանի համար կարող եմ ասել հետեւյալը, որ ձեր համար կարող է այսպես ոչ թե ճակատագրական, այլ որոշիչ, ասենք, արտերկրի թեման շատ տարբեր այնտեղ ամուսնություն, սովորել, մեկնել, ինչ որ ասենք մինչև հունվարի 3-ը, մինչև դա կարող է հենց վաղը լինել կամ կարող է խոսքի օրինակ 10 օր հետո լինել, մինչև ուրեմն հունվարի 3-ը ձեզ համար արտերկրի թեման շատեր եւի կգնան արտերկիր ուրեմն զբոսաշրջության կամ ամանորեն տեղ անցկացնելու, ոմանք հյուրեր կարող են ընդունել արտերկրից, բարեկամները գան, հարազատները գան, ուրեմն Հայաստան էստեղ միասին նշելու կամ պարզապես հյուրեր ունենակ արտերկրից, ոմանց մոտ ամուսնության թեման կարող է լինել, խոսակցություններ լինել եւ մինչեւ հունվարի 3-ը այդ թեման բարձ լինի, ամուսնանում եք, չեք ամուսնանում, մեկնում եք, ասենք, արտերկիր աշխատանքի, սովորելու եւ այլն, բոլոր դեպքերում այստեղ ձեզ համար լավ լիալուսին է, սիրելի կարիճներ, ասեմ, որ լավ լիալուսին է այսինքն խնդիրը հնարավոր է դրական լուծում, ինչ լուծում էլ որ ստանա, դա իմացեք, որ դա լավ դրական լուծումն է։ Այսպես եւ անցնենք առաջ, սա ուրեմն լիալուսինը, որ ձեզ համար շատ լավ էր եւ հիմա ես ուզում եմ, գիտեք, ինչպես որ ասացի, իդեպ արտերկրի թեման ձեզ մոտ շատ ակտիվ է, քանի որ մենք այդ թեմայով ենք խոսում, շատ ակտիվ է եւ անցյալ տարվա կեսերից ինքը ակտիվացել է մինչեւ 26 թվականի կեսերը եւ ես համոզված եմ, որ շատ կարիճներ ինչ-ինչ գործերով, թեկուզ քաղաքացիության գործերով, անձնական գործերով, զբոսաշրջություն, սովորելու ամուսնության, պարզապես հրավել արտերկիր կամ այլել ուրեմն պատճառներով բիզնեսի հետ կապված, ինչևէ ուրեմն եղել են անպայման արտերկիր մեկնումներ, այդ բոլոր իրադարձությունները միանշանակ իրականացել են, իսկ եթե ոմանց մոտ դեռևս չի իրականացել, ուրեմն դուք ժամանակ ունեք մինչև 26-ի կեսերը, 26 թվականի, այնպես որ դուք էլ այդ ժամանակահատվածում կարող եք իրականացնել, այնպես որ արտերկրի հետ կապված հարցերը ես կարծում եմ մինչև 26 թվականի կեսերը կավարտեք, ով ինչ խնդիրներ ունի, հարցեր ունի եւ այլն, բոլոր դեպքերում
եթե որոշ տարիներ ժամանակ չէր լինում աշխատանքի հետ կապված, այլ խնդիրներ էին խանգարում, չէի կարողանում մեկնել, հիմա արդեն այդ ընթացքում ես կարծում եմ շատերին հաջողվել է, շատերին էլ ուրեմն 26 թվականին կհաջողվի։ Ուրեմն սա ձեզ լրացուցիչ ինֆորմացիա եւ ուրեմն նշեմ, որ Սևլուսին այսօր, եթե չեմ նշել, ասեմ, որ այսօր Սևլուսինը դուրս է գալիս միաժամանակ եւ նորալուսինն է եւ ինքը ձեր նշանից դուրս կգա։ Իդեպ թե ինչ փոփոխություններ բերեց, անպայման փոփոխություններ բերեց ճակատագրական նույնիսկ ընդհուպ երբ ինքը դուրս է գալիս այդ ժամանակահատվածում հասցնում է ինչ որ փոփոխություններ անել ձեր կյանքում, դա արդեն դուք ինքներդ կիմանաք, բայց անպայման 9 ամիս այն որ գտնվեց Սևլուսինը ձեր նշանում, անպայման ճակատագրական փոփոխություններ են կատարվել, մեկ աշխատանքից դուրս է եկել, մյուսը աշխատանքի է ընդունվել, անձնական դաշտում եղել են փոփոխություններ միանշանակ եւ հիմա ինքը կմտնի ձեր ֆինանսների տուն եւ այստեղ կկատարվեն բնականաբար ֆինանսական ծախսեր կլինեն, այսինքն ֆինանսներին կվերաբերվի եւ առաջիկա 9 ամիսը այնպես որ իմացեք, որ այդպես ծախսեր են լինելու, սիրելի կարիճներ, ֆինանսական բնականաբար առավել եւս եթե արևի նշանով կարիճ եք, հիմնականում արևի նշանով այստեղ նշենք, որ ֆինանսները շատ ինչ որ ֆինանսական հարց կարող է լուծել ինչ որ գործերի հետ կապված, ինչ որ հարցում կարող է ծախսվեք, ինչ որ ծախսեր անեք եւ թույլ տեղն է, չէ, ձեզ համար ֆինանսները, կարելի ասել ուժեղ եւ թույլ, հիմնականում թույլ տեղը, այնպես որ ուշադիր եղեք ֆինանսների հանդեպ եւ ինչն է հատկանշական, որ Վեներան, ինչպես որ ասեցի, հունվարի 17-ին Վեներան կմտնի ջրհոսի նշան, մինչեւ փետրվարի 10 2026 թվականի բնականաբար եւ 20-ին արևը կմտնի ջրհոսի նշան եւ նույն օրը Մերկուրին կմտնի ջրհոսի նշան, իսկ 23-ին արդեն Մարսը կմտնի ջրհոսի նշան, ինչ որ ես հենց սկզբից ասացի, որ բոլորը հավաքվելու են, փաստորեն 1, 2, 3, 4, 17-ից սկսած իրենք հավաքվելու են ջրհոսի տանը եւ ձեզ մոտ այդ զգացողությունն է, ես նկարագրեցի, թե ինչի մասին է խոսքը, այնպես որ փորձեք, ես նաեւ խորհուրդ կտայի, որ այդ ժամանակահատվածում փորձեք լինել ակտիվ ձեր գործողություններում եւ այն ինչ խնդիր որ դրված է ընտանիքին վերաբերող տան բնակարանի արտերկրի հետ ուրեմն խնդիրներ, հարցեր, պարզապես որ պիտի լուծեք, փորձեք լուծել, որտեվ այստեղ ակտիվությունը մեծ է եւ դուք անպայման այստեղ կարող է լինել, գիտեք, սիրո թեման, ճիշտ է հունվար ամիսն է, բայց որոշ ներքին հարդարումներ ընդհուպ կարող է լինել, հանդիպումներ, քննարկումներ տանը ընտանիքի վերաբերող հարց, հա, ասենք դա կարող է լինել ամուսնություն, բնակարանի փոփոխություն կամ ընտանեկան բիզնեսի թեմա կարող է լինել, որտեղ ինչպես որ ասեցի, փետրվարին դուք ավելի կանգ եք առնելու այդ թեմայի վրա։ Ահա հիմա դա կարող եք քննարկել եւ արդեն փետրվարին մանրամասն կվերլուծեք այդ թեման։ Ոմանք երեխայի, ոմանք ուրեմն իրենց բիզնեսի թեման։ Այստեղ ուշադիր եղեք եւ որոշակի գործողություններ եւս արվում են։ Սա է հիմնական իմաստը եւ ինձ ուղղակի ուզում եմ նշել հետեւյալը, որ որոշակի օրեր եմ ուզում նշել, որովհետև ես ուրեմն ձեզ ասել էի, երբ ամբողջական հաղորդումը հունվար ամսվա համար ներկայացրեցի, ես ձեզ նշեցի, որ կան որոշակի օրեր, որ պետք է լինել զգուշ, տարեթվեր նշեցի, որ սկսում է դեկտեմբերի վերջերից եւ իհարկե գիտեք, այնտեղ ընդգրկված էր 50-51, չնայած ձեր նշանի համար պետք չէ կոնկրետ մի նշանի համար ասել, պարզապես այդ տարիքը արդեն ավելի բարձր տարիք է, ես չուզեցի ընդգծեի, որ այդպես ինչ որ խոճապ չլիներ, որտեվ ես զգում եմ մարդիկ արդեն ինչ որ անհանգիստ են, բայց դե ինչ որ կա պիտի ասվի, ինչևէ, ուրեմն
ես ինչպես որ արդեն նշել եմ, ինքը սկսվում է հենց ամսի 3-ից լիալուսնից եւ ասենք կոնկրետ 6-ին մենք ունենք այսպիսի միացություն, որ մոլորակներ բոլոր դառնում 17 աստիճան, հետո 18 աստիճան, հետո 19 աստիճան այստեղ բաններ անուն, հեսա կարող եմ ես անվանել մոլորակների շքերթ, հարցը նրանումն է, որ այստեղ բավականին ուժգին է լինելու սիրելի կարիճներ եւ գիտեք, այստեղ ձեզ մոտ դուք հարցեր կունենաք կապված արտերկրի հետ, ոմանց մոտ ամուսնության թեման կշահարկվի, ոմանց մոտ դատական թեման, ոմանց մոտ արտերկիր մեկնելու, սովորելու, ամուսնանալու, բիզնեսի հետ կապված եւ այլն կամ զբոսաշրջություն, միգուցե դրա հետ կապված նաեւ, հա, որտեվ ոմանք գնում են ասենք ոմանք ամանորին, ոմանք էլ չեն կարող գնալ ամանորին, ասենք ամանորից հետո են գնում, հոգնած են գնում են այդպես հանգստանալու հունվարին, հա, այսպիսի թեման ձեզ մոտ փաստորեն այնպիսի տպավորություն է, որ հարազատներով հնարավոր է այդպիսի թեմաներ քննարկեն, ինչ որ ես թվարկեցի, այդպիսի թեմաներ, ուրեմն կքննարկվի ձեզ մոտ եւ դա արդեն ձեր անձնական քարտեզն է ցույց տալիս, թե այդ միացումը մոլորակների շքերթը ինչպիսի ուրեմն էներգիա կբերեն ձեր կյանք, ինչպիսի իրադարձություններ կբերեն ձեր կյանք, որտեղ դուք ձեր անձնական քարտեզում մոլորակներն են իրենց դասավորությունը եւ այդպես եթե ես արդեն ասել եմ, եթե ցուլի նշանում, կույսի նշանում ունեք մոլորակներ, արդեն դուք դա ձեզ համար լավ է, բնականաբար կարիճների համար լավ է այդ միացությունը, սիրելի կարիճներ, եթե դուք այդտեղ ունեք մոլորակներ, բացի արևից, եթե արևի նշանով եք, եթե ասցենդենտի նշանով եք, նորից եթե այդտեղ մոլորակներ ունեք, ուրեմն ձեզ համար շատ լավ է, ձկների համար էլ է այդ միացությունը շատ լավ։ Այսպիսի իրավիճակ է, այնպես որ 6-ը, 7-ը, 8-ը, 9-ը, նո մինչև 13-ը այստեղ ուրեմն կլինեն այդ նշանների համար, այդտեղ եթե դուք ունեք մոլորակներ, ուրեմն ձեզ համար շատ լավ կլինի, իսկ եթե խոյի կշարքի եւ ուրեմն խեցգետնի նշանում ունեք, այստեղ որոշակի արդեն բարդություններ կլինեն ձեզ մոտ, սա նկատի ունեցեք։ Սա էլ ասպես երևի թե ես այսքանով ավարտեմ, որովհետև ինքը շատ այդպես ես ձեզ ասեցի մի կետի, մի թեմայի շուրջ ուրեմն հավաքվում են եւ փորձում են շատ կարեւոր խնդիր լուծել, յուրաքանչյուրի մոտ ստացվում է կոնկրետ շատ կարեւոր խնդիր, որ իրենք դա պիտի ուրեմն հասցնեն ավարտին եւ իհարկե 20-ից հետո մենք եւս ունենք այսպես ասենք 21, 22, 23, հա, մենք եւս ունենք մոլորակների շքերթ, հարգելիներս, ու ասենք 20-ից հետո մինչև ամսվա վերջ, հա, մինչև 13-ը նա այնտեղ ուրիշ թեմա էր, այստեղ արդեն մեզ մոտ գալիս է ուրիշ թեմա եւ ամբողջ մոլորակները, տեսեք Պլուտոն արդեն ջրհոսում է, Մարս, Արևը, Մերկուրին, Վեներան բոլորը հավաքվում են ջրհոսի ձեր 4-րդ տանը եւ այստեղ փորձում են ուրեմն որոշակի հարցեր կարգավորել, իհարկե ոմանց մոտ դա կարող է 3-րդ տունը լինել, բայց այդպես շատ կարևոր հարցեր եւ գիտեք այստեղ արդեն խնդիրներ կարող են տեսեք ձեզ մոտ հատկապես այն կարիճները, ովքեր մինչև 15-ը, հա, մինչև 15 մոլորակները մինչև 15 աստիճանում են տեղավորված եւ ցուլերը եթե մինչև 15 աստիճանում են տեղավորված, այդ ժամանակահատվածը դժվար է լինելու, այսինքն շատ հետաքրքիր ամսվա առաջի կեսը լինելու է լավ, երկրորդ կեսը արդեն կարող է որոշակի դժվարություններ առաջանալ, այստեղ պետք է ուշադիր լինեք, ուրեմն եթե արդեն ցուլի նշանում 20-ից հետո, եթե ցուլի նշանում 15 աստիճանից հետո ունեք մոլորակ, կարիճը ոչ թե 15-ից հետո, այլ մինչև 15-ը եթե ունեք մոլորակ, կարիճը մինչև 15 աստիճան ունեք մոլորակ եւ առուտի նշանում մինչև 15 աստիճան ունեք ուրեմն մոլորակ, այստեղ որոշակի դժվարություններ կլինեն, այսինքն եթե ունեք այդ դեպքում արդեն պարտների հետ կապված, ձեր հետ կապված կամ պարտների հետ կապված կարող են հարցեր առաջանալ եւ ձեր կարիերայի հետ կապված կարող են հարցեր առաջանալ, այստեղ բանը նրանումն է, նրանք ովքեր գիտեն իրենց քարտեզը քիչ թե շատ գիտելիքներ ունեն կամ պարզապես հասկանում են ինչ է կատարվում, իրենց համար հեշտ կլինի հասկանալ
ուղղակի կբացեն քարտեզը, կտեսնեն ունեն իրենք այդ մոլորակները, թե ոչ, արդեն գիտեն, որ այդտեղ իրենց համար որոշակի դժվարությունից բնականաբար որ հասկանաք որ տանն է, որ բնակավարին է վերաբերում, այստեղ պետք է իմանաք ձեր ծննդյան ճշգրիտ ժամը, որը իհարկե հաշվարկվում է, ես տարվա մեջ մի անգամ այդպես զեղչ եմ հայտարարում, ինքը շատ արագ սպառվում է, մի ընտանիք այդ բոլորը վերցնում է եւ ինքը արագ սպառվում է, մի անգամ հաշվարկում եք եւ արդեն ձեզ համար մեկ ընդմիշտ դա կարևոր է, պահում եք, գտնում եք արդեն ձեր մոլորակները որտեղ են, դուք արդեն ինքներդ գիտեք եւ ինքներդ տեսնում եք, հասկանում եք մոտավորապես, ես էլ մանրամասը ներկայացնում եմ եւ դուք գիտեք թե ինչը որտեղ երբ ինչպես է լինելու։ Այս մի անգամ եթե հաշվարկում ես, արդեն ձեզ արդեն պետք չի, դուք գիտեք ինչ է լինելու, այսինքն ամեն անպատե ժամանակ չեք դիմում աստրոլոգին, դուք ինքներդ կողմնորոշում եք, երբ որ կանգնում եք բարդ խնդրի առաջ, նոր դիմում եք աստրոլոգին, որովհետև ինքներդ չեք կարող այդ հարցը կարգավորել եւ ես ուզում եմ նորալուսնով ավարտել, որը հունվարի 18-ին է տեղի ունենալու 23:51 րոպե 47 վայրկյան Հայաստանի ժամանակով արևը լուսինը կմիանա 29 աստիճանում եւ նորալուսինը տեղի կունենա այդ եղջյուրի նշանում։ Ահա, ես ասեմ, որ այստեղ եւ լիալուսնի դեպքում եւ նորալուսնի դեպքում դա միևնույն առանցքն է, ձեզ համար շատ լավ է եւ այստեղ հավանաբար ձեր ապագայի հետ կապված, այսինքն ձեր հարազատների հետ ձեր ապագայի հարցը կարող եք հնարավոր է որ քննարկվի եւ այնպես որ նոր սկիզբ դրվի, եթե ձեր քարտեզում էլ դուք ունեք լավ էներգիան կուտակված լինի, ուրեմն ամեն ինչ հարթ եւ ամեն ինչ լավ կլինի իմ սիրելի կարիճներ, ես ավարտեմ, ինձ մնում է միայն ձեզ շնորհավորել որտեվ արժևում ձեզ համար ամանորն է, ոչ ինձ համար, բոլոր դեպքերում շնորհավորում եմ, դուք բացեցիք 2026 թվականը, ես արդեն ձեզ շնորհավորեցի այդ կապակցությամբ եւս, եւ տեսնենք արդյոք 26 թվականին միշտ դուք կլինեք առաջինը եւ թող այս 26 թիվը 26 թվականը ձեզ համար լինի շատ ֆինանսներ ունենաք, ճիշտ է ինչ որ լավ առիթներով դուք բավականին ֆինանսներ եք ծախսելու, սա նկատի ունեցեք, ծախսվելու են, թե արտերկիր կմեկնեք, թե ուրիշ այլ միջոցառումներ ընտանեկան կլինի անպայման ծախսվելու է եւ թող նաեւ որքան որ ծախսվում է հազարապատիկ դուք գումար կարողանաք նաեւ ունենալ ստանաք, նվերներ ստանաք լավ եւ թող ձեր ցանկությունները կատարվեն ամենալավն ու բարին ձեզ իմ սիրելի կարիճներ, այսքանը գրեք անպայման ուրեմն այն փոփոխությունները որ կլինեն հունվարին ինչերից ազատվեցիք, ինչ հոգեվիճակ էր, ինչ տրամադրություններ էր, բոլոր դեպքերում կիսվեք եւ չմոռանաք լայքել, դա ձեզ համար դժվարություն չի, դա ֆինանսների հետ կապ չունի, այնպես որ կարող եք լայքել եւ հնարավոր է ես այսպեսի բան եմ մտածել, որ արդեն առաջին տեղում լինեն նրանք, ովքեր ավելի շատ են լայքել, կարող է քիչ դիտումներ լինել, բայց ավելի շատ լայք են, հա, այսինքն այդ մարդիկ գնահատում են իմ աշխատանքը, քիչ են դիտումները, բայց գոնե դիտողներ իմ աշխատանքը գնահատում են եւ իրենց շնորհակալություն այդ կերպ են հայտնում, այնպես որ ես միայն ձեր նշանի հետ եմ այսպես կիսվում, քան որ առաջինն եք, անկեղծանում եմ շատ եւ տեսնենք հիմա արդյոք ես դրան եւս ուշադրություն կդարձնեմ, որ մինչ այժմ ուշադրություն չէի դարձրել, այսքանը լավ եղեք, ամենալավն ու բարին ձեզ, մենք կհանդիպենք արդեն հունվարին եւ ես կներկայացնեմ ձեզ փետրվար ամսվա համար կանխատեսումը իմ սիրելի կարիճներ, այսքան առայժմ